Պարոն Աղազարյան, իմպիչմենտի գործընթացի հետ կապված Էդմոն Մարուքյանն առաջադրել եք, բայց մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն ցանկանում աջակցել, պատիվ ունեմա հայտարարություն տարածեց, որ կողմ չի եւ այնտեղից հնչում է հայտարարություն նրանց կողմից, որ դա նշանակում է Նիկոլ Փաշինյանին փոխարինել նոր Նիկոլ Փաշինյանով։ Դուք արդյոք հաշվարկել եք, որ Էդմոն Մարուքյանի առաջադրումը այսպիսի տեսակետների առիթ կտա ընդդիմադիրների շրջանում։ Իհարկե, ինչ-որ դա մեր հաշվարկների մեջ մտնում էր ինչ-որ իմաստով, բայց անհասկանալի է մեր ընդդիմադիր գործընկերների պահվածքը։ Գիտեք ինչ, որ պահով են հասկանալի։ Որովհետև 4 տարի է անընդհատ տարբեր ձևերով, հրապարակային պայքարի ձևերով եւ այլ ցանկանում են վարչապետին հեռացնել։ Եվ դա փաթեթավորում են հետևյալ կերպ հեռացնենք, Վազգեմյանն դառնա վարչապետ, մի տարով կամ Բագրատ Ղարստանյանը կամ մեկ ուրիշ տարբերակ, մի տարով դառնա վարչապետ, մի քիչ քարազուի բերենք իրավական այդպես որոշակի հարցեր ու գնանք արտահայտությունների։ Այդ է իրաց փաթեթավորումը։ Հասկացան։ Բայց հիմա այդ հնարավորությունը տրվում է, եթե իհարկե իմպիչմենտի գործընթացը հասնի իրականաբանական ավարտին։ Այդ հնարավորությունը տրվում է, եթե դու Մարուքյանը դառնա վարչապետ, ապա ինքը ուզի թե չուզի վարչապետը դառնի մի տարով։ Որտեղ 26 թվականին։ Այսինքն անցումային վարչապետ եք դուք առաջարկում։ Դա է նշանակում։ Ըստ էության դա է նշանակում։ Եվ ստե մի քանի խնդիր ալուցվում։ Այսօր մեր երկրի առաջ, մեր պետության առաջ տարածած են խնդիրներ, կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների պայմանավորված, որոնցից յուրաքանչյուր առանձին վերցրած ախտի որոշում կայացել խնդիրների լուծման ճանապարհին, կարող է ճակատագրական լինել մեր պետականության համար։ Եվ հետևաբար բանը, դուքի հաշվի առնենք։ Մեկ, այսինքն պարոն Մասունյանը եւ ես որ անդամ ասում ենք, որ վարչապետը սպառել է իրեն հոգեպես, բարյապես, ֆիզիկապես եւ այլ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեր նախին գործընկերները կարող ասեն պարոն Աղազարյան, հոգնել է, չի սպառել։ Հոգնել է, որ դա հանգստանա 6 ամիս, 6 ամիս հետո մտնի քարոզարշավի մեջ, ներկայանա ծրագրով, թե ոնց է այս խնդիրները ուզում լուծի, խնդրեն հնարավորություն։ Αντιμադի մեր գործընկերները ուզում էին, որ բանանեն, մի տարով վարչապետ փոխել եւ անցնել ընտրություններով նոր իշխանություն ձևավորել, խնդրեմ իրանց հնարավորությունը թողնենք էլ ներկայանան այդ խնդիրների լուծման տեսլականով, այդ Մարուքյանը թողի թիմով ներկայանա, չէ՞ որ այս կոնֆիգուրացիայի դեպքում այդ Մարուքյան քաղաքացիական պայմանագիր Հայաստան դաշինք, պատիվունեմ դաշինք մի կարանք հնարավորություն կունենանք անցկացնելու Վահագն Հովակիմյան։ Մենք հնարավորություն կունենանք անցկացնելու մեր նորագույն պատմության մեջ ամենաթափանցիկ, ամենաարդար, ամենալեգիտիմ ընտրությունները։ Ինչ հիմքով եք դա ասում, պարոն Աղազարյան, այսինքն ինչով է պայմանավորված Մարուքյանի եւ թափածին կտրությունների հանգամանքը։ Մարուքյանը չի հասցնի մեկ տարվա ընթացքում ուզուրպացնել իշխանությունը այսպես կոչվել եւ օգտագործել վարչական ռեսուրսներ, որ մեկ անդամ այդ բանը ասում եք, այդ մի տարում չի հասցնի ուղղակի։ Ուզենայել, եթե նույնիսկ ուզենայել չի հասցնի։ Եթե շատ էլ ուզենա, չի կարա, բախեմ ասում քաղաքացիական պայմանագիր Հայաստան դաշինք, պատիվունեմ դաշինք, Վահագն Հովակիմյան ո՞նց է կարողանալու։ Բա ինչ եք ուզում, սիրելի ընդդիմադիր գործընկերներ։ Ես ներողություն եմ խնդրում, ես ընդհանրական եմ ասում։ Ուզում եք բերեք հին եւ բարի ժամանակները եւ ընտրակերտիկներով իշխանություն ձևավորեք, այդ դրա համար եք ուզում որ իմենը ձեր վարչապետը լինի, ձեր տեխնատունի Նիկոլ Փաշինյանին փոխարինում եք Նիկոլ Երկրորդով։ Եվ դա շատ տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանին փոխարինում է Նիկոլ Երկրորդով, որովհետեւ քաղաքացիական պայմանների կուսակցության շատ անդամներ Էդմոն Մարուքյանին ձայն կտան, բայց ձայն չեն տա շատ տեխնատուների, որ կառաջարկի Հայաստան դաշինքը կամ պատիվունեմ դաշինքը։ Եվ երկրորդը, ինչ է նշանակում Նիկոլ Երկրորդ, որովհետև կամ ես եմ, չէ, եթե Եվի Նիկոլ Երրորդը, դուք գովորի երրորդն։ Հա, բա մենք թիմի մեջ ենք եղել, Էդմոն Մարուքյանը թիմի մեջ էր, աշխատել էր թիմի հետ։ Ես այդ թիմի մեջ եմ եղել, թերությունները ես գիտեմ, սխալները ես գիտեմ, եւ պետք է որոշակի ճշգրտում մտցնել, հասնել նավահանգիստ, նավը կարգի բերել, հասնել նավահանգիստ, 26 թվականի ընտրություններ, եւ այնտեղ հարցեր լուծել։ Բա նավը թեքվել է այս կողմի վրա, ձախ կողմի վրա։ Նամբարը թեքի աջ կողմի վրա, շուտ գա, կապի ռեզոնանսը շուտ գա։ Ասում են, հենց Մարուքյանը աջակցել է նավը այդ դերասած թեքվելուն, այսինքն Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է, կիսել ամբողջ այդ խնդիրները։ Այդ ամեն ինչը, որ Մարուքյանը աջակցել է, Մարուքյանը նույնպես դավաճան է, ինչպես Լովիկ Աղազարյանը, Մարուքյանը նույնպես կիսում է պատասխանատվություն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, էդի կասվի այս 6 տարվա ընթացքում նախընտրական շրջանում քարոզարշավում եւ Մարուքյանը իր թիմով ես
Հակոբասյանյանը եւ քպեն դուրս կմղվենք քաղաքական աղբանոց կգնենք Հայաստան դաշինքը պատիվ ունեմ դաշինքը խորհրդարանում կգիսեն իշխանությունը։ Այսինքն չկա բանը անհասկանալի։ Արդյոք հաշվարկել եք, պարոն Աղազարյան, որ Մարուքյանը, քանի որ նաև աշխատել է քաղաքացիական պայմանագրի հետ, կարող է նաև այո իրենցից ձայներ բերել իր համար։ Այդ հաշվարկը արվել է, որ հնարավոր է իր միջոցով համոզել։ Բաբո մենք ասենք 7 տեխնատներ ենք քննարկել, ասենք 7 տեխնատներ ենք քննարկել, այդ տեխնատների մեջ կային մարդիկ, որոնք ավելի ընդունելի կարող են դիմադիր մեծ գործընկերների համար, եւ կարող են տեխնատները, որոնք ավելի ընդունելի նաև քապի համար քիչ ընդունելի Անդիմադի մեծ գործընկերների համար, բայց նորից եմ ասում, այն խնդիրները այն նպատակը, որ մենք հետապնդում ենք, այս դեպքում ավելի հեշտ է լուծում, քան թե այն դեպքում։ Ասենք, եթե հավանականություն չկա, որ քաղաքացիական տարբերակի կուսակցությունից, խմբակցությունից ձայներ պետք է միանան, իդուք պետք է գործընթացը չի ասում։ Ինչև է, հիմա մենք պրոցեսը չենք փակում, մենք գործընթացը բաց է, կարող է պատահի 2 ամիս հետո կամ 1 ամիս հետո այնպեսի իրավիճակ ստեղծի մեր աշխարհակահաղական էպիդեմիոլոգիաների դեմ կանգնել, որ ասենք դիմադի մեծ գործընկերները այդուհանդերձ որոշեն մեզ Հոշման են այսինքն։ ոչ թե փոխվել վերանային այս տեսակետը եւ իրենց ստորագրությունը դնել եւ փորձենք այդ արհավիրքները մեզ երկրից հեռացնենք, ինչեւ նորից եմ ասում նոր ձևավորվելիք իշխանությունը, որովհետեւ այն մարտահրավերները որ կա, դրանից յուրաքանչյուրը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ կապված իր Հիմա դեռևս 2 ստորագրություն կա, ճիշտ եմ հասկանում։ Բայց զապին ստորագրություն։ Շատ լավ։ Պարոն Աղազարյան, դուք ասում եք process-ը չեք փակում, բայց դրան զուգահեռ հնարավոր է այլ գործընթաց։ Օրինակ, փողոցի, ինչպես ասում են, դրան պիտի հաջորդի նաև փողոցի ճնշում, փողոցային ճնշմամբ նաև քաղաքացիական պայմանագրին ստիպեք գնալ Մարուքյանին ընտրելու ճանապարհով։ Չէ, փողոցային ճնշումը կարողացնել են ժամանակ, երբ որ ասեն հարցը մտնել օրակարգ, եւ անհրաժեշտ լիներ, որ մենք դիմեինք ընտրողներին, որ համոզեն իրաց պատգամավորներին, որպեսզի միանան ինքնին հիմա դառնալ չկա մենք ասենք ես պարոնասանի եւ ես այդ ռեսուրսներ ունենք մարդկային ոչ այլ ռեսուրսներ չունենք։ Նաև այսպեսի հարց կասում են ճիշտ է դիմել են պատգամավորներին Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը, բայց օրինակ ասում են, որ ձեր process-ը նրանց օրակարգի հետ համահունչ չէ, այսինքն դուք լրիվ այլ process փորձեցիք գեներացնել եւ դրանով քարտեր խառնեցիք, այդպես է։ Էդգար Ղազարյանը իհարկե բավականին ինտելեկտուալ պատրաստված զարգացած մարդ է, բայց կներեք բարիս համար կապիտուլյացիա է անում։ Ինչ դիմել է բոլոր պատգամավորներին, ասեք իր համար εμείς պատգամավորը ավելի պատգամավորը քան εμείς պատգամավորը։ Ինչ դիմել է բոլոր պատգամավորներին, ոչ արել որպեսզի գանան ինտերնետի գործընթացին։ Պատգամավորները երկուսը հանդես են եկել նախաձեռնությամբ։ Հիմա ինչ այդ Մարուքյանը Էդգար Ղազարյանի սրտով չի հելանանում։ Այստեղ ինչ սրտով բնելու հարց կա, եթե խոսքը գնում է մեկ տարվան, ինչ սրտով բնելու հարց կա։ Եվ այստեղ ընդամենը իմպիչմենտ է հայտարարվում, ոչ թե վարչապետը հրճակում 5 տարով։ Իմպիչմենտը եւ մի տարի է մնացել, մեկը գիտեք, մի տարի է մնացել։ Հետեւաբար այդ իրանց բաները, այդ կապիկությունները, որ սկզբից ուրիշ ձև է խոսում, ուրիշ տեսքով, համեզուցի ուստապատի հետ են խոսում, ինչ հետևողական են եւ այլ, մեկ էլ ասում են Էդմոնականը մեծ սրտով չի, դու ով ես որ քուսարտովը չէ, դու քո խոսքին տեր կանգնի, դու քո խոսքին տեր կանգնի, ընդամենը։ Դե թող առաջադրեն տեխնատը, բայց չեն առաջադրել։ Դե թող առաջադրեն։ Հերիք որ առաջադրել ենք, հələ մենք հայտարարել ենք, որ մենք անստացել ենք պարոն Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի կոչին, ողջունել ենք իրենց քաղաքացիական կեցվածքը։ Մենք իրենց խոսքից հետո ամուջապես չենք թռել փողոց եւ առաջադրել տեխնատը։ Մենք հանգամանքները չենք էլ մտածել հետևությամբ, բայց երբ պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքը հայտարարեցին, որ իրանք տեխնատու ունեն եւ սատարեն ցանկացած տեխնատու, այստեղ հարց առաջացավ, որ 34-ին գումարած 32 չի լինում 36, չի լինի 36, հետո այսու մաթեմատիկայի մեջ չի լինի 34 գումարած 2 չի լինի 36, մեկ այդ բանը կհանենք, երբ որ հնարավորություն է պարոնացնել եւ ես, բայց երկուսին գումարած 34 լինում է 36, եւ մենք գրացուկ քայլին, թող իրանք հայտարարել են, չէ՞ մենք չենք համարձակվել դեպի քայլ կատարել, բայց երբ որ իրավիճակը, քաղաքական իրավիճակը այդպեսի բազաբանումներ մտնել, դա մեզ հնարավորություն տվեց։ Մենք ասում ենք, որ մենք անսացել ենք պարոն Էդգար Ղազարյանի եւ պարոն Մալյանի կոչ